Սիրոտոներից մինչև մարտիրութը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը խոստովանել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն կարողանա համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին նախարարական հանդիպմանը ժամանելուն պես։ Իհարկե մենք քննարկելու ենք պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Տեսնում եք, որ այսօր առաջընթաց չի լինի, բայց մենք ջանքեր կգործադրենք։ Մենք կլսենք բոլոր առարկությունները եւ կմտածենք, թե ինչ կարելի է անել։ Հայտարարել է նա։ Կալասի խոսքով Եվրահանձնաժողովն ամեն ինչ անում է պատժամիջոցներն առաջ մղելու համար, աշխատում է այն երկրների հետ, որոնք արգելափակում են դրանք, սակայն շատ կոշտ հայտարարություններ է լսում այդ երկրներից։ Ես չեմ կարծում, որ նրանք այսօր փոխեն իրենց դիրքորոշումը, նշել է Կալասը։ Այսօր Միացյալ Նահանգները զորքերը դուրս է բերել Սիրիայի Քասրակ խոշոր բազայից, որը վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից։ Այս մասին հայտնել է քուրդ պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։ Հասակե նահանգի Քասրակ բազան Իրաքի սահմանին կապող ճանապարհին նկատել են տասնյակ բեռնատարներից բաղկացած շարասյուն, որոնք բեռնված էին զրահապատ մեքենաներով եւ հավաքողվի կառույցներով։ Սա վերջին շաբաթների ընթացքում արևմտյան ուժերի կողմից լքված երրորդ խոշոր օբյեկտն է։ Նախկինում ամերիկյան ուժերը դուրս են եկել Սիրիայի հարավ-արևելքում գտնվող Ատ-Թանվ եւ հյուսիս-արևելքում գտնվող Աշ-Շադդադի բազայից։ Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել ռազմավարական նշանակություն ունեցող այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել, չնայած տասնյակ հազարավոր զինվորների զոհաբերմանը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ես դրան այլ կերպ եմ նայում։ Ես դրան չեմ նայում պարզապես որպես հողի։ Ես դա տեսնում եմ որպես դավաճանություն, մեր դիրքերի թուլացում, այնտեղ ապրող մեր 100 հազարավոր մարդկանց բախտի կմահաճույքին թողնում։ Ահա թե ինչպես եմ ես դա տեսնում եւ ես համոզված եմ, որ այդ նահանջը կպառակտի մեր հասարակությանը, ասել է Զելենսկին։ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են լարվածության մեջ պահել ամբողջ աշխարհը։ Նախորդ շաբաթ միջազգային մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին հայտնել, որ Միացյալ Նահանգները փետրվարի 21-ին կհարվածի Իրանին, սակայն նախորդին պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանին հարվածներ հասցնելը։ Միևնույն ժամանակ երեկ հայտնի դարձավ նաև, որ փետրվարի 26-ին Ժնևում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կարող է բանակցությունների նոր փուլ անցկացվել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Մենք աշխատում ենք իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան առաջարկի այդ տարերի վրա, եւ ես կարծում եմ, որ երբ մենք կրկին հանդիպենք Ժնևում, հավանաբար այս 5 շաբթի մենք կկարողանանք մշակել այդ տարերը, պատրաստել լավ տեքստ եւ արագ համաձայնության գալ։ Սա իմ կարծիքն է։ Կարծում եմ սա լիովին հնարավոր է, հավելել է Արաղչին։ Բացի այդ, Արաղչին CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Թեհրանը սպասում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնագիրը կուղեկցվի արևմտյան պատժամիջոցների մասնակի վերացմամբ։ Խոսելով 2015 թվականին ստորագրված համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի մասին, Արաղչին ընդգծել է. անցել է 10 տարի եւ ստեղծվել է նոր իրավիճակ։ Մեր միջուկային ծրագիրը տեխնիկապես զարգացել է այդ ժամանակից ի վեր եւ իհարկե ավելի շատ պատժամիջոցներ են կիրառվել Իրանի դեմ, ավելի շատ ճնշում գործադրվել։ Այսպիսով կարծում եմ, որ հնարավոր է մի համաձայնագիր, որը կլինի ավելի լավը, քան 15 թվականի միջուկային համաձայնագիրը։ Եվ կան բաղադրիչներ, որոնք կարող են ավելի լավը լինել, քան նախորդ համաձայնագիրը, հավելել է նա։ Իրանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ 25 թվականին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո երկիրը զգալիորեն ամրապնդել է իր պաշտպանական կարողությունները։ Այո, մենք խնդիրներ ունեինք օդային պաշտպանության հետ կապված, բայց իսրայելցիները նույնպես խնդիրներ ունեին օդային պաշտպանության եւ մեր հրթիռների հետ։ Մեր հրթիռները կարողացան հարվածել Իսրայելում գտնվող թիրախներին, ասել է նա այդ ժամանակահատվածում ռազմական գործողությունների մասին։
Իսկ ահա Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները Ժնևում ընթացող անուղղակի բանակցությունների ընթացքում փոխանակվել են գործնական առաջարկներով ուղղված իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանը եւ կան հուսադրող ազդանշաններ։ Իրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Վերջին բանակցությունները ներառել են գործնական առաջարկների փոխանակում եւ տվել են հուսադրող ազդանշաններ, գրել է նա X-ում։ Միևնույն ժամանակ Փեզեշքյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շարունակում են ուշադիր հետևել Միացյալ Նահանգների գործողություններին եւ արել են անհրաժեշտ ամեն ինչ ցանկացած հնարավոր սցենարի համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայի պալատում կազմակերպված զոհված զինվորների ընտանիքների հետ Իֆթարի Ռամազան տոնի ընթացքում ծոմից դուրս գալու երեկոյան ընթրիքի ընթացքում հայտարարել է, որ Անկարան երկրի անվտանգության ապահովման համար պատրաստ է քայլեր ձեռնարկել ոչ միայն սահմանների ներսում, այլ դրանցից դուրս։ Նրա խոսքով Թուրքիան ցանկացած սպառնալիք չեզոքացնում է բնի մեջ, առանց որևէ մեկից թույլտվություն ստանալու։ Էրդողանը նշել է, որ թուրքական զինված ուժերի ու անվտանգության կառույցների գործողությունների շնորհիվ ահաբեկչական կազմակերպությունների շարժունակությունը զգալիորեն սահմանափակվել է։ Նա նաև ընդգծել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում վերջին 23 տարիներում Թուրքիան հասել է շուրջ 80% տեղական արտադրանքի, արտադրելով անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ, նավեր, ուղղաթիռներ եւ այլ ռազմական տեխնիկա։ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ահաբեկչությունից զերծ Թուրքիա նախաձեռնությանը, նշելով, որ վերջին ամիսներին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով գրանցվել է առաջընթաց թե երկրի ներսում եւ թե սահմաններից դուրս։ Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի վճռական քաղաքականությունը, պաշտպանելով ազգային շահերն ու պետական անվտանգությունը։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Կհանդիպենք։